Միացյալ Նահանգները նաև այսպես ասած հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի հետ, չէ՞ որ ապաշրջափակման գործընթացը ավարտելուց հետո լինենք անկեղծ ժողովուրդ, Միացյալ Նահանգները համագործակցելու է թե Ադրբեջանի հետ եւ թե Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ այսօր հանդիպում ունեցան ադրբեջանական կողմի հետ, այնտեղ հասկացան ինչ են անելու, ոնց են անելու ու լինենք անկեղծ ժողովուրդ ջան, այո, այս եռակողմ, այսպես ասած, բիզնեսը, լինենք անկեղծ, այո, սա բիզնես է լինելու ու որից շահելու է ամբողջ աշխարհը, որովհետև ասիական շուկան բացվում է Հայաստանի առջև, Ադրբեջանը նույնպես ստանում է մեծ հնարավորություններ, նախ սկսում է արդեն ազատ կերպով առևտուր անել Հայաստանի հետ, նույնն էլ փոխադարձ Հայաստանը կսկսի Ադրբեջանի հետ առևտուր անել ու դրա հետ զուգահեռ ասիական շուկան է բացվում ու դառնում է մի հիանալի իրավիճակ ժողովուրդ ջան։ Ու այդ պարագայում արդեն խոսել որևէ ժամկետների մասին անիմաստ է դառնում, 99 տարին Աստծուն եմ խնդրում, մի բան դառնա հավերժություն։ Եվ այլևս որևէ պատերազմ այս տարածաշրջանում ու առհասարակ ամբողջ աշխարհում չլինի։ Իհարկե դա անհնար է, բայց կոնկրետ մեր տարածաշրջանում ես վստահ եմ, որ այլևս պատերազմ չի լինելու, որովհետև ներդրումներ անողներ կան, ցանկություն անողներ կան, արդեն մարդիկ կան, որոնք ցանկություն են հայտնում երկարատև բիզնես ստեղծել այդտեղ, այսինքն հեռանկարային, որովհետև տեսնում են հեռանկար։ Պարզ երևում է, որ այդտեղ պատերազմ չի լինելու, մարդը որ դնի X քանակությամբ գումար, ինքը վստահ է, որ մի քանի ժամանակ հետո այդ տվյալ գումարի քառապատիկը ինքը ստանալու է ու ամեն բան լավ է լինելու։ Ու այո, շատերը հնարավոր է մեկնաբանություններում գրեն, ասեն, ինչ հեքիաթներ եք պատմում, ես ինչ եք ասում եւ այլն, իրականությունն է սա ժողովուրդ ջան։ Իսկ հեքիաթ պատմել են 30 տարի, ամբողջ ժողովրդին։ Ու այդ հեքիաթը ավարտվել է, իսկ հիմա մենք ապրում ենք իրականություն։ Հիմա կասեմ ընդամենը մեկ բան եւ կավարտեմ տեսանյութը, կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք եւ Նիկոլ Վարչապետ։